Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ելից գիրք 8-րդ գլուխ Քորդեր Դերը Մովսեսի ըսավ Մդիր փարավոնիկով եւ ըսե անոր Դերը սագա հայդարարե Արցագեիմ ժողովուրդս որբեսի զիս պաշտե Եթե մերժես զանոնք արցագել ահա ես քո ամբողջ հողամասդ քորդերով պիտի զարնեմ Քեդը արադությամբ քորդեր պիտի արդատրե Անոնքալ վեր պիտի ելեն ու պիտի մտնեն քու դանդ ննչասենյագիտ եւ մահիջիտ մեջ քու ծարաներուտ դուները քու ժողովուրդիդ քու փուրերուտ ու խմորի դաշտերուտ մեջ քորդերը պիտի ելեն քու վրատ ժողովուրդիդ վրա եւ բոլոր ծարաներուտ վրա Դերը Մովսեսի ըսավ Սա ասե Ահարոնի Քու քավազանովդ երգարեց երկդ քեդակներուն վրա քեդերուն վրա ու լիջերուն վրա եւ քորդեր հանե Եգիպտոսի երկրին վրա Ահարոն իր ցերկը երգարեց Եգիպտոսի ճուրերուն վրա ու քորդեր բարձրացան եւ Եգիպտոսի երգիրը ծածկեցին բայց մոքերնալ իրենց գախարտություններով նույնպես ըրին ու Եգիպտոսի երկրին վրա քորդեր բարձրացուցին Փարավոն Մովսեսն ու Ահարոնը գանչեց եւ ասավ Թախանցեցեք դիրոջ որ ինձ մե ու իմ ժողովուրդես հերացնե քորդերը եւ ժողովուրդը պիտի արցակեմ որբեսի դիրոջ զոհե Մովսես Փարավոնի ասավ Որոշե ինձի ժամանակը թե երբ թախանցեմ քեզի համար ծարաներուտ համար ու ժողովուրդիդ համար որ քորդերը փնաչնչվին քեզ մե եւ քու դուներդ ու միայն քեդին մեջ մնան անասավ վաղը ինքալսավ քու խոսքիդ համացայնը լա որբեսի գիտնաս թե ոչ մեկը մեր աստուծույն Եհովայի նման է քեզ մե քու դուներդ քու ծարաներդ եւ քու ժողովուրդեդ քորդերը պիտի հերանան միայն քեդին մեջ պիտի մնան Մովսես եւ Ահարոն Փարավոնի կողեն ելան Մովսես դիրոջ աղաղագեց այն քորդերուն պատճառով որ Փարավոնի վրա փերած էր ու դերը Մովսեսի խոսքին համաձայն ըրավ քորդերը մերան դուներուն փագերուն եւ թաշտերու մեջ զանոնք զանգվածներով հավաքեցին ու երգիրը քարշահոտ եղավ բայց երբ Փարավոն տեսավ թե հանգստավետություն կա իր սիրտը խստացուց եւ անոնց մտիկ չրավ ինչպես դերը ըսեր էր Մուներ Դերը Մովսեսի ըսավ Ըսե Ահարոնի Երգարեք ավազանդ ու զարգ քեդինի հողին որբեսի Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ մուն ըլլա այսինքն ոչիլ Այնպես ալրին Ահարոն իր ցերկի երգարեց եւ իր քավազանով զարգավ հողին ու մարդոց վրա եւ անասուններուն վրա մուն եղավ Եգիպտոսի ամբողջ երկրին վրա երկրին ամբողջ հողը մուն եղավ Մոքերնալ իրենց գախարտություններով նույնպես ըրին որբեսի մուներ արդատրեն բայց չգրցան Այսպես մարդոց եւ անասուններուն վրա մուն եղավ Մոքերը ըսին Փարավոնի ասիգա աստուծո մատն է բայց Փարավոնի սիրտը գարձրացավ ու անոնց մտիկ չրավ ինչպես դերը ըսեր էր Շանաջանջեր Դերը Մովսեսի ըսավ Արդուն գանուխ ելիր Փարավոնի ներկայացիր ահա ան դուրս գելե թեբի ճուրը եւ անոր ըսե Դերը սագը հայդարարե Արցագեիմ ժողովուրդս որբեսի զիս պաշտե Իսկ եթե իմ ժողովուրդս չարցագես ես շանաջանջ պիտի ղրգեմ քու վրատ քու ծարաներուտ վրա քու ժողովուրդիդ վրա ու քու դուներուտ վրա Եգիպտացիներուն դուները շանաջանջով պիտի լեցվին նաև այն քեդինը որուն վրա անոնք գգենան Բայց այն օրը իմ ժողովրդիս բնագած քեսեմին երգիրը պիտի զադորոշեմ եւ հոն շանաջանջ պիտի չլա որբեսի գիտնաս թե երկրի մեջ ես եմ դերը Իմ ժողովրդիս ու քու ժողովրդիդ միջև խդրություն պիտի տնեմ Վաղը այս նշանը պիտի լա Եվ դերը այնպես ըրավ
Փարավոնի դան անոր ծարաներուն դուներուն ու Եգիպտոսի ամբողջ երկրին վրա շատ շանաջանջ եղավ եւ շանաջանջին պատճառով երկիրը աբագանեցավ։ Փարավոն Մովսեսն ու Ահարոնը գանչեց եւ ասավ. «Կացեք, ծեր Աստուծո զոհեցեք այս երկրին մեջ»։ Մովսեսը ասավ. «Բայց շատ չէ այսպես անել, որովհետեւ Եգիպտացիներուն քարշելի եղածները պիտի զոհենք Տիրոջ մեր Աստուծույն։ Եթե Եգիպտացիներուն քարշելի եղածները իրենց աչքերուն առջև զոհենք, միթե պիտի չգարգոծեն մեզ։ Մենք 3 օրվան ջամփա պիտի երթանք անապատի մեջ ու պիտի զոհենք Տիրոջ մեր Աստուծույն, ինչպես ինք մեզի հրամայե»։ Փարավոնը ասավ. «Ես ցեզ գարցակեմ, որբեսի երթակ ծեր Աստուծույն Եհովայի զոհեք անապատի մեջ, միայն թե շատ հերու չերթակ։ Թախանցեցեք ինձ համար»։ Մովսեսը ասավ. «Ահա ես քուքով հետ գելեմ ու Տիրոջ կտախանցեմ, որ վաղը շանաջանջը հերացնե Փարավոնե, անոր ծառաներեն եւ անոր ժողովուրդեն։ Բայց Փարավոն անգամն մեզ չխափե ժողովուրդը չարցակելով, որ Տիրոջ զոհե»։ Երբ Մովսես Փարավոնի կովեն ելավ, Տիրոջ թախանցեց։ Եվ դերը Մովսեսի խոսքին համաձայն ըրավ ու շանաջանջը հերացուց Փարավոնե, անոր ծառաներեն եւ անոր ժողովուրդեն, մեկ հադիսկ չմնաց։ Բայց Փարավոն այս անգամ իր սիրտը խստացուց ու ժողովուրդը չարցակեց։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։